Ողջույն։ Այս հաղորդմանը կանրադառնանք 3 թեմայի։ Առաջինը Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունն է։ Ապա կքննարկենք Հայաստանում տնտեսական աճի վերջին ցուցանիշները։ Հաղորդումը կեզրափակենք Բաքվի լոբինգով զբաղվող Էնդրյու Վինձորի նախկին արքայազն Էնդրյուի վերջերս տեղի ունեցած ձերբակալությամբ, երեխաների սեռական շահագործման մեջ ներգրավված Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Եվրոպական խորհուրդը խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում հաստատել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնությունը։ Այս օգնությունը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի լոգիստիկ կարողությունները։ Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայությունը եւ կարագացնի երկրի զինված ուժերի փոխգործունակությունը։ Այս օգնության գումարն իրականում կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ։ Փաստացի կանխատեսվում է, որ այն յուրաքանչյուր տարի կավելանա։ Ամեն տարի Հունգարիան արգելափակում եւ կասեցնում է այս օգնության տրամադրումը։ Քանզի այս երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը յուրահատուկ հարաբերություններ ունի ադրբեջանական ռեժիմի հետ։ Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում այդ հարաբերությունները։ Իրականում դրանք սկսվեցին մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի բերումով, որը տարիներ առաջ Բուդապեշտում սպանեց հայ լեյտենանտին, իսկ հետո հավանաբար կաշառքի դիմաց ազատ արձակվեց։ Կա մեծ հավանականություն, որ այս ապրիլին նախատեսված ընտրությունների արդյունքում Վիկտոր Օրբանն այլևս չի լինի Հունգարիայի վարչապետը, եւ դրանից հետո կարծում եմ ԵՄ օգնության տրամադրման գործընթացը շատ ավելի հեշտ կընթանա։ Եվ կարող ենք ակնկալել, որ ապագայում այս օգնությունն էլ ավելի կմեծանա։ Իրականում այստեղ կարևորը ոչ թե այն է, թե որքան է այս օգնության ծավալը հիմա, այլ այն, թե որքան այն կարող է լինել 5 կամ 10 տարի հետո։ Եվ չնայած ասվում է, թե այս օգնությունը խաղաղության համար է, իրականում այդպես չէ։ Այն փաստացի մեր երկրի ռազմական պաշտպանական կարողություններն ավելացնելու նպատակ ունի։ Եվ կարևոր է, որ շարունակենք աշխատել այս ուղղությամբ եւ հասնել նրան, որ առաջիկա տարիներին օգնության չափն ավելանա։ ԵՄ-ում մեր դեսպան Տիգրան Բալայանն իրականում հիանալի աշխատանք է կատարել այս նպատակն իրագործելու համար։ Այժմ անցնենք մյուս թեմային։ Վերջերս հրապարակվեցին 2025-ի վիճակագրական տվյալները, ըստ որոնց Հայաստանի տնտեսությունն անցած տարի աճել է 7.2%-ով, ինչի շնորհիվ մեր երկրում ՀՆԱ-ն բարձրացել է 30 միլիարդ դոլարի նշագծից։ Մեկ շնչի հաշվով եկամուտը Հայաստանում հասել է 9474 դոլարի, իսկ ստանդարտ ընդփուրսի տվյալներով մինչև 2027-ը այն կարող է հասնել 11500 դոլարի։ Հիմա թույլ տվեք բացատրել, թե ինչու է այս կանխատեսման մեջ նշված թիվը կարևոր։ Աշխարհում մեկ շնչի հաշվով միջին եկամուտը կազմում է 10,000 դոլար։ Եվ երբ որևէ երկիր անցնում է այս շեմը, դա նշանակում է, որ տվյալ երկիրը ավելի քիչ եկամուտ ստացողներից անցում է կատարում ավելի շատ եկամուտ ստացողների շարքը, եւ ըստ էության դասվում է միջին եկամուտ ունեցողների շարքում։ Եթե դիտարկենք հարևան երկրներում աճի ցուցանիշները, ապա պատկերը հետևյալն է։ Վրաստանում աճը փաստացի ավելի ուժեղ է եղել անցած տարի, քան մեր երկրում՝ 7.5%, իսկ Ադրբեջանում այն կազմել է 1.4%։ Այս ցուցանիշով Վրաստանում մեկ շնչի հաշվով եկամուտն արդեն գերազանցում է 10,000 դոլարը եւ կազմում է մոտ 10100 դոլար։ Ադրբեջանում, չնայած այս երկիրը անկեղծ ասած պետք է շատ ավելի հարուստ լինի, քան իր բոլոր հարևանները, մեկ շնչի հաշվով եկամուտը տատանվում է 7300 դոլարի սահմաններում։ Եթե մի փոքր առաջ գնանք եւ կանխատեսում անենք, ապա կարող ենք ասել, որ նորմալ տնտեսական պայմաններում հաջորդ տարիներին, մոտավորապես 2027-ից 2035 թվականներին, մենք պետք է հասնենք մեկ շնչի հաշվով 13000-ից 15000 դոլար եկամտի ցուցանիշին, եթե ոչ ավելի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն արդեն կդիրքավորվի ԵՄ երկրների սանդղակի ստորին շեմի հատվածում։ Սակայն գիտենք, որ այս թվերը պարզապես միայն տնտեսությանը չեն վերաբերվում։ Դրանք իրականում քաղաքական եւ աշխարհաքաղաքական հստակ հետևանքներ ունեն։ Ժամանակի ընթացքում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական այս անհավասարության մեծանալուն զուգահեռ աստիճանաբար ավելի ու ավելի դժվար կդառնա դա Ադրբեջանի բնակչությանը բացատրելը։ Չնայած նավթի գների ներկայիս աճին ադրբեջանական նավթի արդյունահանումը տարեկան կտրվածքով նվազում է 10%-ով, եւ ըստ ադրբեջանական կառավարության, որպես հիմնական արդյունահանող, նրանք ըստ էության 2035-ից հետո դուրս կմնան նավթային բիզնեսից։ Համաշխարհային բանկի գնահատականներով 2050-ին Ադրբեջանում մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը կկազմի մոտ 6500 դոլար, այսինքն շատ պարզորոշ կարելի է տեսնել այս անհավասարությունը։ Սա քաղաքական խնդիրներ կստեղծի երկրում, քանզի Ալիևը ստիպված կլինի բացատրել իր բնակչությանը, թե ինչու գոյություն ունի այս անհավասարությունը, այն դեպքում, երբ իրենց երկիրն այդքան շատ ռեսուրսներ ունի։ Եվ եթե իսկապես ուզում եք հասկանալ, թե ինչու Ալիևը երբեք Հայաստանի հետ չի ստորագրի խաղաղության պայմանագիր, նույնիսկ եթե ստորագրի, ապա գործնականում երբեք չի հետևի դրա պահպանմանը, ապա այն պատճառով, որ նման իրավիճակում, երբ ղեկավարը չունի իր երկրում եկամտի մակարդակը բարձրացնելու կամ արդյունավետ կառավարվող երկիր կառուցելու կարողություն, քաղաքական այդ խնդիրը լուծելու միջոցներից մեկը դառնում է ագրեսիվ թշնամիներ ունենալը կամ արտերկրում այդ թշնամիների հետ պատերազմելը։
Հաղորդումը կեզրափակենք նախկին արքայազն Էնդրյու Վինձորի վերջերս տեղի ունեցած ձերբակալությամբ, երեխաների սեռական շահագործման մեջ ներգրավված Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած հարաբերությունների հնարավոր հարաբերությունների համար։ Հիմա կարող եք հարցնել, ինչ կապ ունի սա մեզ հետ։ Իրականում այն շատ հստակ նշանակություն ունի լոկալ մակարդակում, քանզի արքայազն Էնդրյուն երկար տարիներ փաստացի, թերևս որպես ադրբեջանական ռեժիմի լոբիստ է գործել Մեծ Բրիտանիայում եւ այլուր, առաջ մղելու նրանց շահերը։ Երբ նա ծառայում էր որպես Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի եւ ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ, Էփշտեյնի հետ նրա կապը բավականին մեծ սկանդալ առաջացրեց բրիտանական լրատվամիջոցներում։ 10 կամ 15 տարի առաջ այն լայնորեն լուսաբանվեց։ Ինչ կարելի է այստեղ ասել, բացի նրանից, որ ոչ ոք չպետք է զարմանա, որ նման չարագործ սխեմայում ներգրավված մարդը փաստացի աշխատում է բռնարարների եւ մարդասպանների ռեժիմի համար։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ You're my prison bitch, you're not like other men. I'm glad we share a prison cell when lights go out at 10. I can't escape the way I feel, now that would be a crime. As long as I am doing you, I don't mind doing time. 'Cause you're my prison bitch, and I have no regrets. I got you for a candy bar and a pack of cigarettes. At first you were resistant, but now you are my friend. I knew that I would get you in the end. Prison bitch, prison bitch. I guess that you were sent from up above.